Թեհրանում հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված հուշակոթողի մոտ առավոտյան արարողակարգային միջոցառումներ են տեղի ունեցել։ Այստեղ սակայն չի անցել առանց միջադեպի։ Իրանի հայ համայնքի ներկայացուցիչները Թեհրանում հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված հուշակոթողի մոտ սուլոցներով են դիմավորել Իրանում Հայաստանի դեսպանին։ Ջահերով երթ է տեղի ունեցել Վրաստանի մայրաքաղաքում։ Վիրահայերը ջահերով, պաստառներով շարժվել են դեպի Թբիլիսի Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցի, որի բակում հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարն է։ Ֆրանսիական Մարսել քաղաքի Փարոն պալատն լուսավորվել է հայկական դրոշի գույներով՝ ի հիշատակ հայոց ցեղասպանության զոհերի։ Փարիզում պահանջատիրության երթերի ժամանակ վառել են Թուրքիայի եւ Ադրբեջանի դրոշները։ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 110-ամյա տարելիցի կապակցությամբ միջոցառումներ են տեղի ունեցել Գլենդելում, Հունաստանի Կալամատայի քաղաքում, ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մոտ։ Միջոցառմանը մասնակցել են նաև Կալապամատայի եպիսկոպոս Խրիստոսոմոս Սավատոսը, Հունաստանի խորհրդանի падգամավորներ, Կալամատայի քաղաքապետի տեղակալը։ Պաշտոնական ելույթներից առաջ գերաշնորհ Տեր Սահակ եպիսկոպոս Եմիշյանը մատուցել է հոգեհանգստյան կարգ։ Մեկ օրվա մեջ երկու միջոցառում էլ տեղի ունեցել Երուսաղեմում։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։